Բարև սիրելիներս, ես Անժելան եմ։ Այսօր եկել եմ խորհենք 4 թվի եւ նրա համախումբ թվերի 13-ի, 22-ի, 31-ի մասին։ Թեև դրանք տարբեր թվեր են, բոլորն էլ վերջնական հաշվարկով բերում են 4-ի էներգիային, սակայն յուրաքանչյուրն անցնում է իր յուրահատուկ ճանապարհով։ Թիվ 4-ի մատրիցայի տեսակետից 4-ը կառուցողի էներգիան է։ Այն ստեղծում է կարգ, կառուցվածք, պատասխանատվություն եւ ամուր հիմք։ Այս թիվը սիրում է հստակություն, օրենք, սահմաններ եւ հետևողական աշխատանք։ Նրա ուժը ոչ թե արագ-արդյունքի, այլ երկարատև աշխատանքի եւ կայունության մեջ է։ Մոլորակային տեսանկյունից 4 թիվը համապատասխանում է ուրան մոլորակին։ Ուրանը սովորաբար կապվում է նորարարության հետ, բայց նրա իրական առաքելությունը հին կառուցվածքները վերափոխելն ու ավելի ամուր համակարգ ստեղծելն է։ Այդ պատճառով 4-ը երբեմն ստիպում է հրաժարվել հնացած պատկերացումներից նոր հիմք կառուցելու համար։ 4 թվի ավագ արկանը գայսրն է։ Այն խորհրդանշում է կարգը, պատասխանատվությունը, իշխանությունը եւ ինքնատիրապետումը։ Նրա գլխավոր դասը սեփական կյանքի ղեկը սեփական ձեռքը վերցնելն է։ Թիվ 13 13-ը 4-ի ճանապարհն է փոփոխության միջոցով։ Մատրիցայում այս թիվը ցույց է տալիս, որ աճը հաճախ սկսվում է հրաժեշտից, երբեմն պետք է ավարտել հինը, որպեսզի կառուցվի նորը։ Մոլորակային ազդեցության տեսակետից 1-ի արեգակի առաջնորդությունը եւ 3-ի Յուպիտերի ընդարձակումը միավորվում են ստեղծելով 4-ի ամուր հիմքը։ Այդ պատճառով 13-ը հաճախ կյանքի ընթացքում բերում է խոշոր շրջադարձեր, որոնք հետագայում դառնում են հաջողության հիմք։ 13 թվի արկանը ավագ արկան մահն է։ Իրական մահը չի նշանակում սա, այն խորհրդանշում է վերափոխում, ավարտ եւ նոր սկիզբ։ Այս թիվը սովորեցնում է չվախենալ փոփոխություններից։ Թիվ 22-ը համարվում է ամենաուժեղ կառուցողական թվերից մեկը։ Թվային մատրիցային այն անվանում են վարպետ կառուցողի թիվ։ Մարդը կարող է տեսնել մեծ նպատակներ եւ դրանք իրականություն դարձնել, եթե պատրաստ է կրել մեծ պատասխանատվություն։ Մոլորակային տեսանկյունից կրում է լուսնի էներգիան։ 2-ի լուսնի զգայունությունը կրկնապատկվում է այստեղ, իսկ արդյունքում ծնվում է 4-ի ուժը։ Սա հուշում է, որ իրական կայունությունը կառուցվում է ոչ միայն տրամաբանությամբ, այլ նաև ներքին հասունությամբ։ 22 թվի ավագ արկանը միամիտն է, որը խորհրդանշում է նոր ճանապարհի սկիզբ, վստահություն կյանքի հանդեպ եւ համարձակություն։ 22-ի մեծ ներուժը բացվում է միայն այն ժամանակ, երբ մարդը համարձակվում է առաջին քայլն անել։ Թիվ 31 31 թիվը ստեղծագործական նոր նախագծերի ստեղծողի թիվն է, որը վերածվում է գործի։ Մատրիցայում 3-ի ստեղծագործ միտքը եւ նորարարական նախագծերի 1-ի առաջնորդությունը միավորվում են 4-ի կարգապահության հետ։ Այդ պատճառով այս մարդիկ հաճախ ոչ միայն գաղափարներ են ունենում, այլև կարողանում են դրանք կյանքի կոչել։ Մոլորակային տեսակետից Յուպիտերի լայն մտածողությունը եւ արեգակի կամքը միավորվում են ստեղծելով նպատակասլաց եւ գործնական մարդու։ Ավագ արկանի տեսակետից 31-ը առանցին ավագ արկան չունի, ուստի նրա հիմքում դիտարկվում է 4-րդ արկանի կայսրի էներգիան։ Սա նշանակում է, որ ստեղծագործ գաղափարները, նոր նախագծերը պետք է ստանան իրական ձև եւ կառուցվածք։ Եվ այսպես 4-ի ամբողջ ընտանիքը 13-ը, 22-ը, 31-ը 4-ի հետ վերցրած մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Մեծ հաջողությունները չեն կառուցվում պատահականորեն։ Դրանք ծնվում են կարգապահությամբ, պատասխանատվությամբ, համբերությամբ եւ ամուր հիմքով։ Թեև 4-ը, 13-ը, 22-ը եւ 31-ը տարբեր ճանապարհներով են անցնում, այնուամենայնիվ վերջում բոլորն էլ սովորեցնում են նույն դասը՝ կառուցել այնպիսի արժեքներ, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը։ Այսպիսով, ավարտելով այսօրվա մեր խորհումը 4 թվի եւ նրա համախմբի մասին, ես էլ ձեզ խնդրում եմ բաժանորդագրվեք,
Հավանեք տեսանյութը և խորհենք միասին ալիքի փորձությունը, միասին անցնենք։